Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Շնորհակալություն առավել հակիրճ կներկայացնեմ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների առաջընթացը հաշվի առնելով որ այդ հարցին անդրադարձանք օրենքը քննարկելիս հաստատեմ որ տարին տեսանել էր բազմաբոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով Հայաստան Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական եւ արդյունավետ կիրարկումը որի հիմքում անշուշտ կանոնադրական մարմինների անխափան արդյունավետ աշխատանքն է այդ թվում ոլորտային նախարարությունների գերատեսչությունների կողմից համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում Նախորդ տարվա 24 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդի 5-րդ նիստի ընթացքում ազդարարվեց նոր փաստաթղթի գործընկերության նոր օրակարգի մշակմամբ եւ տեղի ունեցան հունիսից մինչեւ մարտ մոտ 15 խորհրդակցություններ, բանակցությունների փուլ, թե առերես, թե վիդեո կապի միջոցով եւ փաստաթուղթը համարյա ավարտված է կարելի է արդեն հայտարարել վստահ եմ որ երբ փաստաթուղթը ստորագրվի եւ նոր ու առավել հավակնոտ առաջնահերթություններն ուժի մեջ կմտնեն մենք կարող ենք այն մեկ այլ կարևոր ձեռքբերում համարել առավել մերձենալու Եվրամիության հետ ամուր հանրության եւ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումների համատեքստում նաեւ կլինի կարևոր քայլ Գործընկերության նոր օրակարգում առաջին անգամ ամրագրվել արդեն անդրադարձա անվտանգային ոլորտը որպես համագործակցության առանձին ուղղություն այս համատեքստում ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է Նաև քննարկում ենք այդ կոնտեքստում նոր պաշտպանական եւ անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական եւ անվտանգային երկխոսության մաս կկազմի Արդեն խոսեցինք, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք 2 տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ, նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավայրի ամրապնդմանը եւ էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը Մարտի 16-ից սկսած այլ ոլորտերին անդրադառնալով Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքի խավիար եւ ձկնկիթ արտահանումը Եվրոպական միության երկրներ, դա երկար գործընթաց էր, ակնարկվել էր դեռ 2011 թվականին եւ հաջողությամբ կարողացանք ավարտել երևի էկոնոմիկայի փոխնախարարը ավելի մանրամասն կարող է անդրադառնալ անդրադարձության դեպքում Հայաստանին արդեն նշեցի խաղաղության եվրոպական նաև գործիքի ներքո աջակցությունը տրամադրվել էր դեռ անցած տարի ԵՄ խորհրդի որոշմամբ նոր հայտ ենք ներկայացրել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը բանակցությունները շարունակվում են եւ կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք, հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության եւ անդամ երկրների ամուր վճռականությունը Հայաստանին աջակցելու հարցում։ Իդեպ այստեղ թե անվտանգության, թե այլ ոլորտներում ԵՄ առանձին երկրների հետ մեր համագործակցությունը նույնպես պետք է դիտել Հայաստան Եվրամիություն համագործակցության կոնտեքստում, թե անվտանգության, թե այլ ոլորտներում։ Նաև նշեմ անցած տարվա թերևս կարևորագույն միջոցառումը դա
ապրիլի 5-ին, 24 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն ԱՄՆ բարձրաստիճան եռակողմ հանդիպման արդյունքում 24-27 թվականներին Հայաստանի համար նախատեսված դիմակայություն եւ աճ ծրագրի կարևորությունը Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման, առանցքային ուղղություններում բարեփոխումների ընթացքի արագացման, ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացման նպատակով բավականին կարևոր ներդրումներ եւ քայլեր։ Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ ծրագիրը արտացոլում է տարածաշրջանում խաղաղության հաստատման, տարանցիկ եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերագործման առնչությամբ Հայաստանի կառավարության անվերապահ հանձնառությունը, որի կյանքի կոչման հարցում շարունակում ենք ապավինել Եվրամիության գործընկերների աջակցության եւ այդ ծրագիրը ներառելով համապատասխան Եվրամիության ծրագրերում։ 270 միլիոն եվրո ֆինանսական աջակցության տեղաբաշխումն արդեն իսկ մեկնարկվել է, այդ առնչությամբ կարևորում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը։ Եվ վերջերս ձևավորված Հայաստան-Եվրամիություն ներդրումների համակարգման ընդհանուր հարթակը անշուշտ ունի կարևոր նշանակություն Հայաստանում ռազմավարական կարևոր ծրագրերի իրականացման եւ ենթակառուցվածքների վերագործարկման հարցում, նվազեցնելով տնտեսական եւ անվտանգային ոլորտներում առկա կախվածությունը, այդպիսով նպաստելով Հայաստանի դիմակայության ամրապնդմանն։ Թերևս այսքանը շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1